ստեղծված հանրապետությունում լարված վիճակում իշխանությունների կողմից նախաձեռնված հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ հարձակումների պայմաններում կամ նախորդ տարի այլ ավելի բացասական դրսևորումների պայմաններում ինչ է արել նախագահը, որպեսզի համազգային եւ համապետական նպատակներով շարժվելու շրջանակներում, լիազորությունների շրջանակներում ստեղծել է ավելի հանդուրժողական միջավայր, ավելի ազգային շահերով, համազգային շահերով շարժվելու միջավայր, տարբեր թեմաներ են եղել, հա, նաև ցեղասպանության հետ կապված, բազմաթիվ հարցեր, հիմա չմանրամասն իմ հարցի էությունը հետևյալն է, որակական տեսակետից կա ինչ-որ մեկ կամ երկու, հա, բնութագրումներ, որոնք մեր հանրությանը կարող ենք ներկայացնել, ասեք, տեսեք նախագահը օրինակ այս լարված իրավիճակում Հայաստանի նկատմամբ արտաքին թշնամական վերաբերմունքի պայմաններում իրենց գործողություններով նպաստեց հայ ժողովրդի համախմբմանը այս նպատակի շուրջ։ Կա այդպիսի բնութագրումներ, իմ գնահատմամբ չկան։